Վարչապետ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում փաստացի խոստովանել է, որ ադրբեջանական բենզինի ներկրման գաղափարը եկել է Բաքվից, եւ այն բարձրաձայնվել է փոխվարչապետերի գլխավորած պատվիրակությունների Գաբալայում տեղի ունեցած հանդիպմանը, որը կայացել էր մի քանի շաբաթ առաջ, եւ որից հետո ադրբեջանական մամուլն էր բարձրաձայնել, որ այդ հանդիպմանը քննարկվել է ոչ միայն սահմանազատման եւ սահմանագծման թեման, ինչին կոչված են այդ հանձնաժողովները, այլ նաև բենզինի ներկրման հարց։ Դրանից հետո միայն պաշտոնական Երևանը խոստովանեց, որ քննարկվել է այդ հարցը եւ իրականացվեց, ինչպես հայտնի է, առաջին խմբականակի ներկրումը, այն վաճառվում է Հայաստանի որոշ բենզալցակայաններում եւ այս օրերին խոսվում է նաեւ, որ հերթական խմբականակն է ուղղվում Հայաստան։ Եվ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է այսօր հետեւյալը. Փոխվարչապետերի հանդիպման ժամանակ Ադրբեջանի փոխվարչապետն արտահայտել է Ադրբեջանի նավթամթերք վաճառելու պատրաստակամությունը։ Հայաստանի կառավարությունը նախնական ուսումնասիրելով դաշտը գործարարներին, որոնք հակված չեն լինի դրանից քաղաքական ակցիա սարքել, ասել, օրինակ, կառավարությունը մեզ ստիպում է Ադրբեջանից բենզին գնել։ Ասել ենք, որ այդպիսի հնարավորություն կա։ Սա հայտարարում է Նիկոլ Փաշինյանը։ Այս հայտարարությունը պարզ վկայություն է այն բանի, որ ադրբեջանական բենզինի այս պատմությունը գերազանցապես քաղաքական ակցիա է եւ չի պարունակում որևէ տնտեսական տրամաբանություն։ Եվ դրա վկայությունն է նաեւ մեկ այլ հանգամանք։ Ադրբեջանը բենզին ներկրող երկիր է։ Իհարկե նաեւ արտադրում է եւ արտադրում է իր սպառման ծավալների մեծ մասը, բայց այդուհանդերձ այդ արտադրությունը չի բավարարում ադրբեջանական շուկայի ներքին պահանջարկը։ Ադրբեջանը տարեկան սպառում է մոտ 200-300 հազար տոննայով ավելի, նվազագույնը այդ տարբերությամբ, քան արտադրում է։ Ընդ որում արտադրվող բենզինը հիմնականում ցածր կարգի, ցածրորակ բենզին է, մոտավորապես 90%-ով, սա համաձայն հրապարակային տվյալների։ Եվ Ադրբեջանը իր շուկան ծածկելու համար նաև տարեկան տասնյակ հազար տոննաներ, երբեմն ավելի, ներկրում է արտերկրից, թե հետխորհրդային տարածության երկրներից եւ թե նաև Արևելյան Եվրոպայից։ Հարց է առաջանում՝ մի երկիր, որն իր արտադրությամբ չի կարողանում ծածկել սեփական շուկայի պահանջարկը, ինչպես կարող է մտածել արտադրանքը արտահանելու մասին, եթե, կրկնեմ, ինքը ներկրում է բենզին ներքին շուկայի պահանջարկը ծածկելու համար։ Հետևաբար, եւս մեկ անգամ ակնառու է, որ այստեղ խոսքը ընդամենը քաղաքական տրամաբանության գործարքի մասին է, Ադրբեջանի քաղաքական առաջարկի մասին, որ իմպլեմենտացվում է հայաստանյան շուկայում։ Եվ սրա մասին է վկայում նաև այն, որ անգամ պատկերացում չի եղել, թե ինչպիսի սակագնային քաղաքականություն կիրականացնի Վրաստանը տարանցումն ապահովելու տեսանկյունից։ Մենք տեսանք, որ թե Երևանը, թե Բաքուն քննարկումների մեջ էին Թբիլիսիի հետ այս քաղաքական գործարքը իրականացնելու համար եւ սրա քաղաքական լինելու մասին վկայում էր նաեւ հենց այն, որ Վրաստանը համաձայնեց առաջին խմբականակը բաց թողնել առանց որևէ տարանցման սակագնի, խոսելով այն մասին, որ պատրաստ են նպաստել հայ-ադրբեջանական խաղաղությանը, գործընթացին եւ այլն։ Եվ այս տեսանկյունից նույնիսկ պարզ չէ, թե հետագայում սակագնային քաղաքականության տեսանկյունից ինչպես է իրեն պահելու Վրաստանը։ Շարունակելու է արդյոք բաց թողնել ադրբեջանական բենզինը դեպի Հայաստան առանց տարանցիկ գումարի, թե ընդամենը կսահմանի, այսպես ասենք, սիմվոլիկ մի գումար, քաղաքական այս գործարքին մասնակցելու տեսանկյունից, գուցե ստանալով իր համար այլ կարևորություն ունեցող ինչ-որ միավորներ։ Վերադառնալով Ադրբեջանի քաղաքական մոտիվին, անդրադառնամ երկու էական հանգամանքի։ Ինչու պետք է Ադրբեջանը աներ այս քաղաքական գործարքի առաջարկը Երևանին։ Պարզ է եւ վաղուց խոսվում է այս մասին, որ Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը խորհրդարանի ընտրությանը բնականաբար շահեկան է Ադրբեջանի համար, հաշվի առնելով այն քաղաքականությունը, որ վարում է Փաշինյանի կառավարությունը այս տարիների ընթացքում։ Եվ հենց այս վերընտրությանը նպաստելու համար է նաեւ, որ Ադրբեջանը գնաց մի քանի քայլերի եւ ստեղծեց որոշակի նախադրյալներ, որպիսի Երևանը կարողանա կառուցել հաստատված խաղաղության մասին քարոզչությունը, այն դեպքում, երբ փորձում ենք այդ խաղաղությունը հիմնավորելու եւ ապացուցելու փաստարկները դիտարկել, մենք տեսնում ենք, որ այստեղ ընդամենը թղթաբանություն է եւ ոչինչ ավելի։
Միևնույն ժամանակ բենզինի պատմությունը Ադրբեջանի համար հնարավորություն է Երևանին տալ արդեն անմիջականորեն սոցիալական որոշակի բոնուսի հնարավորություն, այսինքն ադրբեջանական էժան բենզինի տեսքով։ Սա հնարավորություն կտա հանրությանը ներկայացնել ոչ միայն էժան ապրանք բենզինի տեսքով, այլ նաև սրա վրա էլ կառուցել որոշակի քարոզչություն, որ ահա այլընտրանքը, ռեգիոնալ ինտեգրացիան, կապերը եւ այլն ստեղծում են էժան ապրանքների հնարավորություն, նոր ապրանքային էժանություններ կարող են լինել այս ամենի վրա եւ այլն եւ այլն։ Այսինքն մի կողմից արդեն շատ կոնկրետ սոցիալական բոնուս էժան բենզինի տեսքով եւ մյուս կողմից նաև խաղաղության մասին քարոզչության եւս մի ճյուղ կառուցելու հնարավորություն։ Եվ այս տեսանկյունից գործարքը բնականաբար պետք է իրականացվեր կամ իմպլեմենտացվեր այն գործարարների միջոցով, որոնք յուրային են Նիկոլ Փաշինյանին առաջին հերթին հենց քաղաքական առումով, որոնք եւս բնականաբար մոտիվացված են, որպեսզի Փաշինյանը պահպանի իշխանությունը, քանի որ այդ իշխանությունը գործնականում նաեւ իրենց իշխանությունն է։ Եվ այստեղ է թերևս ամբողջ գաղտնիքը կամ իմաստը Փաշինյանի այն խոսքի, թե ուսումնասիրել են դաշտը եւ գործարարներին, որոնք հակված չեն լինի քաղաքականացնել ակցիան եւ ասել, որ կառավարությունը պահանջում է գնել կամ պարտադրում է գնել ադրբեջանական բենզին։ Ինչու պետք է առաջանար ընդհանրապես այդպիսի խնդիր, եթե կառավարությունը պարզապես հայտարարեր, որ կա ահա այսպիսի հնարավորություն եւ ցանկացող գործարարները կարող են օգտվել այդ հնարավորությունից։ Այդ պարագայում ինչ խնդիր կար հայտարարել, թե պարտադրում են գնել ադրբեջանական բենզին։ Պարզ է, որ խոսքը դաշտ ուսումնասիրելու ինչ որ գործարարներ փնտրելու մասին, խոսքը ընդամենը հենց յուրային գործարար շրջանակներում, քաղաքականապես համարժեք մոտիվացիա ունեցող գործարար շրջանակներում իրավիճակը, այսպես ասենք, կարգավորելը եւ իմպլեմենտացիայի մեխանիզմները մշակելն է։ Իհարկե, այստեղ կա մյուս հանգամանքը, որ հասարակության մի մեծ մաս բացասաբար է ընդունում ադրբեջանական բենզինի սպառման այս օրինակը եւ դա կարող է հակառակ ազդեցություն ունենալ կառավարության վարկանիշի վրա։ Բայց այստեղ շատ կարևոր է արձանագրել հետեւյալը. հասարակական այն շերտը, որը բացասաբար է ընկալում ադրբեջանական բենզինի սպառման այս գործարքը, դիտարկելով այն առաջին հերթին բնականաբար բարոյահոգեբանական արժեքային հարթության վրա, այդ շերտը այսպես թե այնպես Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեության ընդդիմախոսն է, բնականաբար շատ ավելի լուրջ եւ շատ ավելի ընդգրկուն պատճառներից ելնելով։ Հետևաբար այստեղ ադրբեջանական բենզինի պատմությունը լիներ թե ոչ, այդ շերտի վերաբերմունքը Փաշինյանի կառավարության եւ քաղաքական գործունեության առնչությամբ մեծ հաշվով չէր փոխվելու։ Փոխարենը բենզինի պատմությունը նպաստում է աշխատել հասարակության այն շերտի վրա, որը պայմանականորեն կարող ենք դիտարկել հետեւյալ կերպ. պետական քաղաքականության փոխարեն կենցաղապետության հայեցակարգ սպառելու ունակ շերտը։ Եվ այստեղ իհարկե բենզինի պատմությունը իր դերը կարող է ունենալ։ Սա է քաղաքական այդ մոտիվի առանցքային ուղղություններից մեկը, այսինքն այն մոտիվը, որով Ադրբեջանը առաջնորդվել է առաջարկը իրականացնելու տեսանկյունից։ Մյուս առումով կարծում եմ այստեղ գործ ունենք իհարկե ավելի ռազմավարական ընդգրկում ունեցող մոտիվի հետ, այն է, երբ բենզինի պատմությունը նպաստում է Հայաստանի հանդեպ փափուկ ուժի կիրառման ռազմավարության առաջ մղմանը, որին Ադրբեջանը ակնհայտորեն անցել է վերջին շրջանում, ելնելով մի շարք միջազգային իրողություններից, ելնելով ռեգիոնի շուրջ աշխարհաքաղաքական որոշակի պահանջարկների այսպես հարաբերակցությունից, որտեղ ապակայունացման վրա խաղադրույք կատարելը այդքան էլ պահանջված չէ։ Եվ այդ շրջափուլում Ադրբեջանը անցնում է փափուկ ուժի ռեժիմի կիրառման, ինչի մասին դարձյալ խոսում է շատ բացահայտ եւ անգամ տրվում են ուղիղ հանձնարարություններ, ինչպես նախորդ տարեվերջին Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիա կոչված կառույցում Իլհամ Ալիևի հայտնի ելույթը, որտեղ նա հանձնարարություն էր տալիս ադրբեջանցիների Հայաստան վերադարձի, այսպես ասած, իրենց այսպես կոչված պատմական հողեր վերադարձի իրավունքը առաջ մղելու առումով, թե պետական, թե ոչ պետական մարմիններին, եւ խոսում էր այն մասին, որ իրենք Հայաստան կգան ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Եվ բենզինի պատմությունը, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, այս առումով ցավալիորեն չափազանց խորհրդանշական է ստացվում։ Ահա այս
փափուկ ուժի կիրառման շրջանակում բենզինը միջոցներից մեկն է, որով Ադրբեջանը փորձելու է իրականացնել Հայաստանի հասարակության այդ փափուկ ուժի հանդեպ սոցիալ-հոգեբանական ադապտացիայի որոշակի գործողություններ։ Եվ այս համատեքստում ամենևին բացառված չէ, որ Ադրբեջանը առաջարկում է նաև այլ ապրանքատեսակներ այս խնդիրը լուծելու համար։ Համենայն դեպս Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարել է նաև այն մասին, որ քննարկվում է փոխադարձաբար այլ ապրանքատեսակներ մատակարարելու հարցը։ Իսկ երբ խոսվում է այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար քննարկում են ինչ-որ հարցեր եւ գործողություններ, ապա ցավալիորեն վերջին 3-4 տարիների նախադեպերը վկայում են, որ հանրագումարում այդ ամենի արդյունքը լինում է այն, որ իրականացվում է ընդամենը Ադրբեջանի պատկերացրածն ու ծրագրածը, իսկ այդ քննարկումները Հայաստանի առնչությամբ ընդամենը լուծում են Հայաստանը այդ պատկերացումներին եւ ծրագրերին թավշյա ադապտացիայի ենթարկելու հարցերը։